Դորտմունդի մարզադաշտից երկրպագուները դժվարությամբ են հեռանում, բայց նրա ծակը գալած վճռական խաղը տեղի չի ունենա։ Դորտմունդի թիմի ավտոբուսի մոտ, որը հյուրանոցից ֆուտբոլիստներին տանելու էր խաղի, ռումբեր են պայթել։ Անցած գիշեր 3 պայթյուն է եղել հյուրանոցի մոտ, որտեղ հանգրվանել էր Բորուսիայի թիմը եւ որտեղից գնալու էր մարզադաշտ։ Հենց սկզբից էլ այն կարծիքին ենք եղել, որ սա կանխամտածված հարձակում էր Բորուսիայի դեմ։ Միջադեպի հետևանքով վիրավորվել է 1 մարդ, Բորուսիայի 26-ամյա կիսապաշտպան Մարկ Բարտրան։ Նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց։ Բժիշկներն ասել են, որ կյանքին վտանգ չի սպառնում։ Պայթյուններից վնասվել է նաև ավտոբուսը։ Հարձակման հեղինակներն ու դրդապատճառները դեռ անհայտ են, սակայն ոստիկանությունը ահաբեկչության վարկածը բացառել է։ Իրավապահներն ավելի հակված են մահափորձի վարկածին։ Մինչ իրական հանցագործները կհայտնաբերվեն, գերմանական մամուլն արդեն գրում է, որ Դորտմունդի թիմի վրա հարձակման հետևում կարող են կանգնած լինել իսլամիստները։ Այդ եզրահանգման համար թերևս հիմք է տվել գիշերը դեպքի վայրում գտնված նամակը։ Հետաքննության առնչությամբ կարող եմ ասել, որ միջադեպի վայրում գտնվել է նամակ։ Հետաքննության հետ կապված պատճառներով նամակի բովանդակության մասին որևէ տեղեկություն չենք կարող հայտնել։ Այժմ փորձագետները պարզում են նամակի իսկությունը։ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի խաղը Բորուսիայի եւ Մոնակոյի միջև տեղի կունենա այսօր։ Լուսինե Կոշեցյան, օրակարգ։